Բարև ձեզ։ Այսօր միասին կխորանանք մի շատ հետաքրքիր թեմայի մեջ։ Արա Քարյանի աշխատության հիման վրա մենք կբացահայտենք, թե ինչպես է թվային ակտիվների այս նոր ճարտարապետությունը, այսպես ասած, գլխիվայ շուռ տալիս արժեքի մասին մեր բոլոր պատկերացումները։ Եկեք սկսենք մի հարցից, որը միանգամից կոտրում է ֆինանսների բոլոր ավանդական կանոնները։ Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե միևնույն ակտիվը կարողանար լինել եւ բանալի, ինչ որ բան բացելու համար, եւ բաժնետոմս, ընկերությանը մասնակցելու, եւ արժույթ, ինչ որ բան գնելու համար, բոլորը միաժամանակ։ Դե հենց այս հարցի պատասխանն էլ փոխում է խաղի կանոնները։ Դե, որպեսի այդ հարցին պատասխանենք, պետք է սկսենք ինչ-որ ծանոթ բանից, չէ՞։ Եկեք վերցնենք սովորական բաժնետոմսը եւ տեսնենք, թե ինչ հիմնարար փոփոխության մասին է խոսքը։ Այստեղ տեսողականորեն ամեն ինչ շատ պարզ է դառնում, մենք հեռանում ենք ավանդական կոշտ կենտրոնացված կառույցներից ու շարժվում դեպի ճկուն, ցանցային, ապակենտրոնացված մի աշխարհ։ Սա ուղղակի տեխնոլոգիական թարմացում չէ, սա մտածելակերպի փոփոխություն է։ Հիմա եկեք ավելի խորանանք, որովհետև այստեղ տարբերություններն ուղղակի աչքի են զառնում։ Տեսեք, բաժնետոմսը սահմանափակված է իրավական դաշտով, իսկ թոքենը դա ուղղակի ծրագրավորվող կոդ է։ Պատկերացնում եք, թե ինչ անսահմանափակ ճկունություն է դա տալիս։ Ու ամենակարևորը սեփականությունը։ Այլևս թղթեր ու ռեեստրներ չկան, կա ձեր անձնական, գաղտնագրված բանալին։ Սա առանց չափազանցության հեղափոխությունը։ Լավ, հիմա պատրաստվեք մի շատ անսպասելի շրջադարձի։ Որպեսզի հասկանանք, թե ինչն է թոքեններն այդքան յուրահատուկ դարձնում, մենք պետք է դիմենք քվանտային ֆիզիկային։ Հա, մի զարմացեք։ Հիմա կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ իրար հետ կապված։ Գիտեմ, սա կարող է մի քիչ տարօրինակ հնչել, բայց հավատացեք, հենց այս մտքի մոդելն է, որը կբացի թոքենի ողջ թաքնված ներուժը։ Խոսքը սուպերպոզիցիայի մասին է։ Ինչ է դա նշանակում պարզ լեզվով։ Պատկերացրեք մի բան, որը կարող է լինել բոլոր հնարավոր վիճակներում միաժամանակ, մինչև որ դուք չնայեք դրան։ Հենց այնպես, ինչպես հայտնի Շրյոդինգերի կատուն, որը տուփի մեջ եւ ողջ է եւ մեռած, մինչև մենք չբացենք ու չստուգենք։ Ու սա ուղղակի ինչ-որ վերացական տեսություն չէ, լսեք։ Կրիպտո աշխարհն այս գաղափարը վերցրել ու կյանքի է կոչել։ Շրոդինգեր մեմքոինը ստեղծվել է հենց այս մտքի հիման վրա, ու գիտեք ինչ եղավ։ 24 ժամում 22,000% գնաճ։ Սա ցույց է տալիս, թե ինչպես մի հզոր փոխաբերությունը կարող է իրական շոշափելի արժեք ստեղծել։ Շատ լավ։ Ուրեմն մենք ունենք այս հզոր քվանտային գաղափարը։ Բայց ինչպես է սա կիրառվում թոքենի տնտեսագիտության, այսպես ասած, թոքենոմիկայի մեջ։ Ինչպես է թոքենը կարողանում միաժամանակ մի քանի գործ անել։ Ահա թե ինչպես։ Պատկերացրեք, դուք ունեք թոքեն ձեր դրամապանակում։ Մինչև դուք որևէ գործողություն չանեք, այդ թոքենը նման է այն կատվին, որը փակված է տուփում։ Այն կարող է լինել ամեն ինչ՝ վճարում, ձայն, բանալի, բոլորը միաժամանակ։ Ամբողջ պոտենցիալը դրված է նրա մեջ։ Իսկ հետո դուք որպես օգտատեր որոշում եք կայացնում։ Դուք, այսպես ասած, բացում եք տուփը։ Երբ դուք քվեարկում եք, վերջ, այդ պահին թոքենը դառնում է կառավարման գործիք։ Երբ վճարում եք ծառայության համար, այն դառնում է օգտակարության թոքեն։ Ձեր գործողությունն է որոշում թոքենի վիճակը, նրա պոտենցիալը վերածելով կոնկրետ գործառույթի։ Հասկանալի է, չէ՞։ Տեսական մասը շատ հետաքրքիր է, բայց եկեք հիմա իջնենք գործնական դաշտ։ Ինչպես են իրական աշխարհում այս բոլոր գաղափարները վերածվում կոնկրետ աշխատող թվային տնտեսության նախագծի։ Ամեն ինչ սկսվում է հիմքից։ Սա կարելի է ասել ցանկացած թոքենի տնտեսական նախագծի ԴՆԹ-ն է։ Թողարկումը որոշում է, թե քանիսը կլինի ընդհանուր։ Օգտակարությունը, ինչպես արդեն խոսեցինք, սահմանում է նրա հնարավոր կիրառությունները։ Իսկ խթաններն ու բաշխումը դրանք շարժիչն են, որոնք համակարգը կենթանի են պահում, հավասարակշռելով առաջարկն ու պահանջարկը։ Սա շատ նուրբ ինժեներական աշխատանք է։ Լավ, բայց ինչպես է այս ճարտարապետությունը կյանքի կոչվում։ Ինչպես են թոքենները հասնում մարդկանց։ Դե, դրա համար կան տարբեր մեխանիզմներ։ Վաճառքը, օրինակ, օգնում է նախագծին գումար հավաքել։ Սթեյքինգը, երբ մարդիկ իրենց թոքենները սառեցնում են, խորախսում է երկարաժամկետ հավատը նախագծի նկատմամբ։ Իսկ airdrop-ները, անվճար բաժանումները, թույլ են տալիս արագ մեծացնել օգտատերերի քանակը։ Ամեն մեկը իր ռազմավարական դերն ունի։
Եվ հիմա հասանք ամենագործնական մասին։ Սա հատկապես կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր մտածում են սեփական նախագիծը ստեղծելու կամ ինչ-որ նախագծում ներդրում անելու մասին։ Այստեղ մեր բոլոր խոսած գաղափարները դառնում են կոնկրետ, գործնական ուղեցույց։ Ահա եւ ամբողջ պատկերը։ Սա թերևս ամենակարևոր սլայդն է թե ուսանողների, թե բիզնեսի ներկայացուցիչների համար։ Ինչու՞։ Որովհետև թոքենոմիկա ստեղծելը ոչ թե պարզապես գաղափար է, այլ ամբողջական ճարտարապետական process։ Այս ցանկը բաղկացած է 12 կրիտիկական կետերից։ Տեսեք կետ համար 1-ը՝ նպատակ եւ բիզնես մոդել։ Սա հիմքն է։ Եթե ձեր թոքենը իրական խնդիր չի լուծում, այն իմաստ չունի։ Կամ վերցնենք 12-րդ կետը՝ իրավական համապատասխանություն։ Այս կետի անտեսումը կարող է ամբողջ նախագիծը տապալել։ Սա ձեր նախագծի հաջողության քարտեզն է։ Եվ այս ամենը շատ դիպուկ ամփոփում է հենց հեղինակը Արագ Հարյանը իր խոսքում։ Թոքենը ոչ թե պարզապես թվային ակտիվ է, այլ օգտակար ծառայությունների մի ամբողջ սպեկտր, որը ձևավորում է էկոհամակարգ։ Հենց սա է հիմնական մտածելակերպի փոփոխությունը, որի մասին մենք խոսում ենք։ Այսպիսով, ինչ ստացվեց։ Թոքենի արժեքը քարացած մի բան չէ, այն հնարավորությունների մի դաշտ է, որը դուք եք ակտիվացնում ձեր գործողությամբ։ Եվ այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց, որի մասին արժե մտածել։ Եթե ակտիվը կարող է լինել այսքան դինամիկ ու բազմաֆունկցիոնալ, ապա ավանդական բաժնետոմսերն ու արժեթղթերն ինչ ապագա ունեն նոր թվային տնտեսությունում։ Թողնում եմ այս հարցը ձեզ հետ։